Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Ի սկզբանե իմ որոշումը եղել է, որ պետք է բալիկիս ունենամ բնական ճանապարհով, իհարկե ունեցել եմ բնական ճանապարհով եւ բավականին բարդ, բայց ոչ մի դժվարություն ինձ չի վախեցնի, որ իմ հաջորդ բալիկին նույնպես ունենամ բնական ճանապարհով։ Լինում են դեպքեր, երբ քո ցանկությամբ չի կատարվում կեսարյան հատումը, այսինքն տվյալ պահին ցուցում է լինում եւ կոնկրետ իմ դեպքում այդպես եղավ, բալիկս արդեն խեղդվում էր եւ վերջին պահին բժիշկների ճիշտ կողմնորոշմամբ գնացի կեսարյան հատման։ Որոշ կանայք բախվում են խնդրի, արդյոք ունենալ բնական ճանապարհով թե կեսարյան հատմամբ։ Դե իհարկե այս հարցում մեծ դեր ունի բժշկի ճիշտ խորհրդատվությունը։ Եթե կա կեսարյանի ցուցում, ապա միանշանակ դա։ Ի վերջո, երեխային ունենալու ճանապարհը որևիցե կերպ չի որոշում կնոջ լավ կամ վատ մայր լինելը, դրա վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ եւ շրջապատին հիմնականում հայտնի չեն լինում այդ պատճառները։ Մենք սովորել ենք հեշտ ապրել։ Մեքենաներն ավտոմատ են, հեռախոսները սմարթ, բանականությունն էլ երբեմն արհեստական։ Բայց կանխատեսումներն իմ ժանրը չէ, իմ գործն արձանագրելն է, որ հեշտ ապրելու միտումը կարծես թե տարածվել է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, այդ թվում ծննդալուծման։ Այդ է վկայում առանց բժշկական ցուցման կեսարյան հատումների աճող թիվն աշխարհում ու Հայաստանում։ Կանայք ուզում են պլանավորել, որ ծննդաբերությունն իրենց ուզած օրը լինի, իրենց ուզած ժամին, հղիությունը լինի կառավարելի։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, երկրում կեսարյան հատումների թիվը չպետք է գերազանցի 10-ից 15%-ը, մինչդեռ Հայաստանում այս ցուցանիշը գրեթե 40% է։ Որոնք են կեսարյան հատման բժշկական ցուցումներն ու այդ եղանակի չարաշահման իրական վտանգները, եւ վերջապես ինչու է այն դարձել այսքան նորաձև։ Քննարկում ենք այսօր ծնողական ժողովում։ Բարև ձեզ մայրիկներ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը ու եկել եք մեր տաղավար։ Մինչ կսկսենք մեր բուն զրույցը, պետք է ձեզ հիշեցնեմ, որ մեր զրույցին հետևում է մանկաբարձ գինեկոլոգ Բերժինե Կասարջյանը, ով հնդածս կմեկնաբանի մեր մտքերը ու նաև հաղորդման ինչ-որ հատվածում հնարավորություն կունենանք նրան հանդիպելու եւ մեր հարցերն ուղղելու։ Ծննդալուծման ինչ տարբերակ եք ընտրել դուք եւ որոնք են եղել ձեր որոշման վրա ազդող կարևոր գործոնները։ Խնդրեմ Լիլիթ, ձեզ հետ սկսենք։ Ես ի սկզբանե որոշել էի, որ բալիկիս պետք է ունենամ բնական ճանապարհով, որովհետև փոքրուց իմ մեջ այդպես էր, նստած, եթե չկա բժշկի կողմից ցուցում, ապա այնինչ տրված է ի վերուստ, դու պարտավոր ես ինձ համար բնական ճանապարհով ունենալ։ Շատ տարբեր կարծիքներ էի լսում մայրիկներից, թե որքան բարձր ծննդաբերություն են ունեցել։ Իհարկե դա հոգեբանորեն ինչ որ կերպ անդրադառնում է մայրիկի վրա, բայց ես միշտ ամեն մարդ իր հոգեբանն է, չէ, ինչպես ասում են, ես միշտ ինքս ինձ հետ զրուցելով բոլոր վախերը ինքս ինձ հետ կարելի է ասել հաղթահարել եմ։ Ես ինքս որոշում չեմ կայացրել, որովհետև ես ի սկզբանե, ինչպես Լիլիթը ասեց, գնում էի բնական ծննդաբերության եւ կարծես թե ամեն ինչ գնում էր նորմալ, բայց այնպես ստացվեց, որ պլանավորվածից շեղվեց ընթացքը եւ ստիպված էինք դիմել կեսարյան հատման, երբ որ մի անգամ կեսարյան հատումով ես ունենում երեխային, հետո արդեն բժիշկը քեզ զգուշացնում է հնարավոր բարդությունների մասին եւ ես որոշեցի արդեն չբարդացնել, ոչինչ, եւ ստացվեց, որ իմ 3 երեխան էլ ծնվել են կեսարյան հատման միջոցով։ 38 շաբաթականում, երբ որ էխոյի էինք գնացել, այնտեղ բժիշկ ասաց, որ ունենք պորտալարի փաթաթում։ Բայց ասաց, որ ոչ մի խնդիր չկա ու կարող եմ բնական ճանապարհով հանգիստ ունենալ։ Ուղղակի մեր դեպքում հայրական բնազդը ավելի ուժեղ էր, քան մայրականը ու գիշերը ամուսինս վեր է թռչում, երազ է տեսնում ու ասում է, որ մեր երեխան խեղդվում է, կանչում էր աղջիկս, պապա, փրկի։ Ու երբ որ բժշկի ենք գնում, ասում ենք, որ ուզում ենք կեսարյան հատում ունենանք վախերից խուսափելու համար ու հետագա բարդություններից, բժիշկը ասում է լավ, կեսարյան հատումից հետո պարզվում է, որ երեխաս, եթե ես բնական ճանապարհով ունենայի, կխեղդեի, որովհետև պորտալարը շատ կարճ էր։
Գնացել եմ բնական ճանապարհով բալիկիս ունենալու, բայց այնտեղ 18 ժամ ես շատ վատ, երեխան սկսեց սիրտը դանդաղել ու այդպես տարան կեսարյան հատման։ Իսկ իրանից հետո արդեն մյուս երկուսն էլ կեսարյան հատումով եմ ունեցել ու բժշկի հոգատարության շնորհիվ շատ շնորհակալ եմ, որ երկուսս էլ առողջ ենք։ Եթե ձեզ տրված լիներ ազատություն որոշում կայացնելու հանգամանքներից անկախ, արդյոք էլի կընտրեի կեսարյան հատումը, հետաքրքիր է։ Ես կընտրեի կեսարյան հատումը, որովհետև ես հոգեպես ավելի թույլ մարդ եմ ու չկարողացա դիմանալ, անգամ ուշաթափություն ա եղել ու դա ազդել ա պտղի վրա։ Դրա համար միանշանակ կընտրեի կեսարյան հատումը։ Հիմնականում երբեղին առաջին այցին գալիս է մանկաբարձ գինեկոլոգի մոտ խորհրդատվության, երևի 90% կանանց շրջապատից լսած կարծիքները, վատ փորձառությունը, թեկուզ առաջին ծննդաբերության վատ փորձառությունը ստիպում են բժշկից խնդրել, որ իրեն ծննդալուծի կեսարյան հատման ճանապարհով։ Եվ բժշկի մանկաբարձ գինեկոլոգի գործառույթներից երևի ամենակարևորներից մեկը նաև բացի բժշկական օգնությունից նաև հոգեբանական աջակցություն ցուցաբերելն է եւ բացատրելը կնոջը եւ միասին անցնելով այդ ճանապարհը գալու այն համոզմանը, որ ամեն դեպքում ցուցումների բացակայության դեպքում ծննդալուծումը պետք է կատարվի բնական ճանապարհով։ Ես էլ հիմա որ ընտրեի, երևի նորից կեսարյան հատումը կընտրեի։ Բայց կեսարյան հատման մասին նույնպես թյուրըմբռնում կա եւ թվում է թե շատ հեշտ ճանապարհ է սա, ավելի հեշտ, քան բնական ծննդալուծումը։ Այո, թյուրըմբռնում կա, որովհետև կեսարյանը հղի է մեծ խնդիրներով յետծննդյան փուլում։ Այսինքն բնական ծննդալուծության դեպքում դու սկզբից այդ ցավերը քաշում ես եւ ամեն ինչ ավարտվում է, միշտ որ պարկած ենք լինում, չէ, ծննդատանը մենք տեսնում ենք, կեսարյանով ունեցել ենք մենք օրերով դեռ պարկած ենք ու շարժվելու դժվարություններ ունենք շատ մեծ, իսկ բնական ծննդաբերած մայրիկները արդեն վազվզում են հաջորդ օրը, հա։ Սա շատ սպეციფიկ հարց է։ Մարդը որ ցավը դիմացկուն չի կամ պատրաստ չի որոշակի process-ների, որոնք տեղի են ունենում ծննդաբերության ժամանակ, հոգեբանորեն պատրաստ չէ, օրինակ ես էլ ինձ թվում է պատրաստ չեմ եղել իրականում։ Եվս մի հանգամանք այստեղ պետք է ընդգծել բացասական փորձառության մասին, թե բնական ծննդալուծման եւ թե կեսարյան հատման պարագայում մենք շատ ենք խոսում, բարձրաձայնում ենք։ Դրական փորձառության մասին զրույցներն ու քննարկումները այդքան էլ շատ չեն։ Երևի թե պետք է ավելի շատ խոսել դրական փորձի մասին, որպեսզի չստեղծվի այդ վախի մթնոլորտը, հա, երեխայի ծննդաբերության այդ գործընթացի շուրջ։ Բայց օրինակ ես ամբողջ առաջին բալիկիս հետ առաջին հղիության ընթացքում շփվել եմ այնպիսի մարդկանց հետ, ովքեր համոզված էին ձեր նման դիրջան, որ ամենաճիշտը բնական ծննդաբերությունն է, ծննդալուծությունն է եւ ես գնացել եմ յոգայի, այնտեղ մեզ բացատրում են տարբեր բաներ, հա։ Ու հետո երբ որ այսպես պատահական ստացվեց, որ ես չկարողացա բնական ունենալ երեխային, ես բախվեցի շատ մեծ հոգեբանական խնդիրների հետ ծննդալուծությունից հետո։ Ես ինձ կես կին էի զգում, ես ինձ լիարժեք չէի զգում, ես ինձ մեղավոր էի համարում, որ ես չկարողացա ինքնուրույն։ Դա էլ ինձ թվում է այդպես էլ չպետք է լինի։ Այսինքն, այո, երևի հղի հետ պետքա հոգեբան աշխատի, որովհետև առաջի հղիության, գոնե առաջի հղիության ժամանակ, որովհետև կինը ամբողջական տրանսֆորմացիա է ենթարկվում այդ ընթացքում, ունենում է տարբեր տեսակի խնդիրներ, օրինակ ես առաջին 3 ամիս ուղղակի անկողնային պարկած եմ եղել, եւ այդ ամեն ինչի հետ քո միտքը չի կարող առողջ մնալ։ Ու դրանից հետո մի հատ էլ երեխա ես ունենում, դառնում ես մայր, ու այդ ամեն ինչը ոնց որ խառնվում է իրար, այո, հորմոնները բարձրանում են, իջնում են, ինչ են անում, ես չգիտեմ, բայց ստացվում է մի հատ շատ ծանր իրավիճակ, երբ մայրը ինքնուրույն երբեմն չի կարողանում հաղթահարել այդ իրավիճակը։ Այստեղ շատ կարևոր է նաև ապագա մայրիկների, ապագա ծնողների դպրոցների ներդրումը ծննդատներում, որը մի շարք դասընթացների միջոցով պատրաստում է կնոջը ծննդաբերության, ցույց է տալիս ինչպես է այն ընթանալու, ինչ ցավազրկման մեթոդներ կան, ինչպես է անցնելու ծննդաբերությունը, ներկայացնելով իրականությունը։ Պետք է ռեալ եւ ճիշտ ներկայացնել ամբողջ գործընթացը։ Հղին ես եմ, ես կորոշեմ ինչպես ծննդաբերել։ Կեսարյան հատման մասին զրույցները հաճախ բարկացնում են այդ եղանակն ընտրած կամ ընտրել պատրաստվող կանանց։ Որքան էլ տհաճ լինի լսելը, պետք է ասել, որ կեսարյան հատումները ֆինանսական լրացուցիչ բեռ են երկրի առողջապահական համակարգի համար, քանի որ կեսարյան հատումն ավելի թանկ է, քան բնական ծննդաբերությունը։
Ավելին, այդ ֆինանսական բեռը ապագայում մեծանալու ռիսկեր ունի, քանի որ կեսարյան հատման հետևանքով առաջացող բարդություններից ապահովագրված չէ ոչ ոք։ Քանի դեռ մտածում եք դրա մասին, լսեք նաև կեսարյան հատման ռիսկերի մասին մասնագետների բացատրությունը։ Առողջապահության նախարարության տվյալներով վերջին 10 տարիներին կեսարյան հատումով ծննդալուծման ցուցանիշները Հայաստանում նկատելիորեն ավելացել են, հասնելով մոտավորապես 40%-ի, սակայն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրանց թիվը չպետք է գերազանցի ընդհանուր ծննդաբերությունների 15%-ը։ Մասնագետները զգուշացնում են, թեև կեսարյան հատումը կարող է կյանքեր փրկող միջամտություն լինել, դրա անհարկի կիրառումը սպառնում է դառնալ մի շարք ռիսկերի պատճառ։ Մոր կողմից ռիսկերը հետևյալներն են՝ հետծննդյան առնահոսությունները, որոնք հաճախանում են կեսարյան հատումների ժամանակ, վիրահատված արգանդի բորբոքումները, հետվիրահատական վերքերի բորբոքումները եւ թարախակալումը, ինչպես նաեւ փոքր կոնկում եւ որովայնի խոռոչում, սպիների առաջացում, կպումների առաջացում։ Կեսարյան հատումը ունի ռիսկեր նաև նորածնի համար։ Բժշկի խոսքով այս եղանակով ծնված երեխաները հիմնականում ունենում են շնչառական համակարգի հետ կապված խնդիրներ։ Ինքնուրույն ծննդաբերությամբ ծնվող երեխաները ավելի հեշտ են ադապտացվում կյանքի պայմաններին, քան կեսարյան հատումով ծնվածները, եւ շատ հաճախ, հատկապես եթե ժամկետներն էլ հասուն չեն, խնդիրներ ունենում են շնչառության հետ կապված, որտեղ ինքնուրույն ծննդաբերության ժամանակ նրանք անցնելով ծննդաբերական ուղիներով թոքերում գտնվող պտղաջերը քանվում դուրս են գալիս, որը չի լինում կեսարյան հատման ժամանակ։ Մյուս հնարավոր ռիսկերը պտղի մոտ դրանք կենտրոնական նյարդային համակարգի որոշ հիվանդություններ կարող են առավել հաճախ նկատվել կեսարյան հատումով ծնվող երեխաների մոտ, ինչպես նաև անեմիաներ, արյան որոշակի հիվանդություններ կարող են լինել, աղիներում կարող են բիֆիդոբակտերիաների պակաս լինել։ Եթե անգամ նախորդ ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատման եղանակով, բնավ պարտադիր չէ, որ հաջորդ ծննդաբերություններն էլ կատարվեն վիրահատական միջամտությամբ։ Եթե հետազոտությունները դուրս չեն բերել հակացուցում, կարելի է ծննդաբերել բնական ճանապարհով։ 30-ամյա Մարեմի առաջնեկը ծնվել է կեսարյան հատման միջոցով։ Հղիության ընթացքում առաջացել են որոշ բարդություններ, որոնք էլ հանգեցրել են կեսարյան հատմամբ ծննդաբերելու որոշման։ Նորաթուխ մայրիկը վերականգնման երկարատև ու բարդ փուլ է անցել, սակայն շատ է ուզում հաջորդ անգամ ծննդաբերել բնական ճանապարհով։ Ի սկզբանե բալիկիս պետքա բնական ճանապարհով ունենայի, մի փոքր բարդություններ առաջացան, բժշկի ցուցումով որոշվեց, որ պետքա կեսարյան հատումով ունենամ, բայց չէի մտածում, որ ընթացքը շատ ինձ համար դժվար կլինի։ Ես ինքս կեսարյանով բերած մայրիկ երբեք խորհուրդ չեմ տա, եթե անհրաժեշտություն իհարկե չլինի, որ կեսարյանով բերեն մայրիկները։ Բժշկի հետ ներկապահին կապ եմ պահում, ցանկանում եմ հետագայում, որ երկրորդ բալիկ պլանավորեմ, իմ ուժերով երեխա ունենամ, իմ կարծիքով բնականը ամենաճիշտ տարբերակն է։ Առանց ցուցման կեսարյան հատումների աճը զսպելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մշակել եւ հաստատել է նոր ծրագիր, որի մի շարք միջոցառումներ վերաբերում են ծննդօգնության ֆինանսական բաղադրիչին։ Բարձրացվել է բնական ծննդաբերության համար բժշկական կենտրոններին տրամադրվող պետպատվերի չափը։ Նոր ծրագրով նախատեսվում է պետական միջոցներից հոգալ նաեւ բնական ծննդաբերության ընթացքում կիրառվող էպիդուրալ անցկացման ծախսերը։ Դուք դիտում եք ծնողական ժողովը, այսօր խոսում ենք կեսարյան հատումների մասին եւ հաղորդումը շարունակելու համար մեզ է միացել մանկաբարձ գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։ Մեզ պետք են ձեր մասնագիտական պարզաբանումները։ Նախ ուզում եմ հասկանալ, որոնք են կեսարյան հատման ցուցումները։ Գոյություն են կեսարյան հատման բացարձակ եւ հարաբերական ցուցումներ։ Կեսարյան հատումը ի սկզբանե այն վիրահատությունն է, որը ստեղծվել է, որպեսզի փրկի կնոջ եւ նորածնի կյանքը։ Այսինքն այն բոլոր դեպքերում, եթե բժիշկը տեսնում է, որ կարող է առաջանալ որևէ վտանգ նորածնի, բալիկի կամ կնոջ կյանքի կամ առողջության հետ կապված,
Այդ բոլոր դեպքերը կոչվում են բացարձակ ցուցումներ։ Եվ բնական ծննդաբերության ժամանակ մենք ունենանք առողջական լուրջ խնդիրներ, հետևաբար ծննդալուծումը ավարտում ենք կեսարյան հատումով։ Սակայն գոյություն են նաև հարաբերական ցուցումներ, որոնց դեպքում հնարավոր է ծննդալուծումը բնական ճանապարհով, սակայն երբ մի քանի հարաբերական ցուցումներ են գումարվում եւ իրենց մեջ կարող են պարունակեն դարձյալ բարձր ռիսկեր որոշակի խնդիրների, այս դեպքում նույնպես առաջանում է ցուցում ծննդալուծելու կեսարյան հատման ճանապարհով։ Ցուցումները բժշկական տեսանկյունից տարանջատվում են ցուցումներ կնոջ կողմից, պտղի կողմից կամ երկուսի կողմից համատեղ։ Ծննդաբերություն եւ հատկապես կեսարյան հատում այն թեման է, որի շուրջ բազմաթիվ միֆեր եւ կարծրատիպեր կան, դրանք քննարկելու համար առաջարկում եմ տեղափոխվենք մեր տաղավարի այն հատված, որտեղ մեզ սպասում են մայրիկները։ Համեցեք։ Սիրելի մայրիկներ, արդեն լսեցիք, պատրաստվում ենք վերլուծել միֆերն ու կարծրատիպերը կեսարյան հատման վերաբերյալ։ Ես կընթերցեմ պնդումներ եւ դուք կտաք ձեր մեկնաբանությունը, արդյոք սա միֆ է թե իրականություն ձեր կարծիքով, եւ հետո կլսենք Տիկին Կասարջյանին։ Շատ լավ, Անի, ձեզ հետ սկսենք։ Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխաներն ավելի առողջ են, քանի որ չեն ունենում բնական ճանապարհով ծննդալուծմանը բնորոշ տրավմաներ։ Միֆ է սա թե իրականություն։ Ինձ թվում է ճիշտ է, քանի որ բնական ճանապարհով ծննդաբերության դեպքում լինում են եւ գլխուղեղիչ, եթե ճիշտ եմ, տրավմաներ եւ այնտեղ ձեռքի կոտրվածք անգամ գիտեմ, որ եղել է, իսկ կեսարյան հատման դեպքում մի փոքր ավելի քիչ են նման դեպքերը։ Դուք պնդում եք, որ սա միֆ չէ, իրականությունն է, լսենք մասնագետին։ Պիտի ասեմ, որ մայրիկը այստեղ սխալվում է մի փոքր։ Մենք խոսում ենք նորմալ բնական ծննդաբերության մասին եւ նորմալ կեսարյան հատման մասին։ Քանի որ տրավմատիզմ կարող է լինել եւ բնական ծննդաբերության եւ կեսարյան հատման ժամանակ պտղի դուրս բերման հետ կապված։ Այստեղ եթե խոսում ենք նորածնի արդեն առողջության, հետագա կյանքի իմուն համակարգի հետ կապված, պիտի ասեմ, որ բնական ծննդաբերությամբ ծնված նորածինները շատ ավելի առողջ են լինում, քանի որ անցնելով մոր ծննդաբերական ուղիներով շփվում են նրա բակտերիալ ֆլորայի հետ եւ դրանից հետո 1 ժամ գտնվելով մոր մաշկը մաշկին հպման մեջ, որը կոչվում է ոսկե ժամ, ստանում է մայրիկից այդ բակտերիալ ֆլորան եւ կաթի միջոցով նաեւ ստանում է այդ բակտերիաների դեմ հակամարմինները եւ բուժումը։ Այսինքն նորածինը արդեն իսկ ունենում է որոշակի իմունիտետ։ Իսկ կեսարյան հատումով դուրս բերված բալիկները այդ մի ճանապարհը շրջանցում են։ Բացի այդ, բնական ծննդաբերական ուղիներով անցած նորածինը յուրաքանչյուր կծկանքի ճիքի ժամանակ, երբ ծնվում է նորածինը, իրենց թոքերում կա որոշակի հեղուկ, որը ներարգանդային կյանքում բնականը պտղաճրերում է գտնվում նորածինը, եւ դա պտուղը, եւ դա պետք է լինի։ Յուրաքանչյուր այդ ճիքի հետ սեղմվելու ընթացքում կրծքավանդակից դուրս է գալիս որոշակի չափով այդ հեղուկը։ Եվ ծնվելուց հետո շնչական խնդիրներ շատ ավելի քիչ են ունենում, քան կեսարյան հատումով ծնված նորածինները։ Սա խոսում ենք իհարկե նորմալ ընթացքի դեպքում, թե չէ տրավմատիզմ, գլխի տրավմա կամ վերջույթների կամ եւ այլն կարող է եւ բնական եւ կեսարյան հատումով ծննդալուծումների ժամանակ տեղի ունենալ։ Շատ լավ, եւս մեկ պնդում փորձենք հասկանալ միֆ է սա թե իրականություն։ Նախ մայրիկի կարծիքով, հետո ձեր։ Կեսարյան հատումը միշտ թողնում է խորը սպիեր, որոնք մնում են կնոջ հետ ամբողջ կյանքում։ Կասեմ իմ սպիի մասին, սպին համարյա չի երևում, իսկ ինչ վերաբերվում է հոգեբանական առումով, մի քիչ հետծննդյան դեպրեսիա է ինձ մոտ եղել ու հենց կեսարյան հատման հետ կապված, որ չնախատեսված էր։ Մնացածը ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Արտաքինից կինը տեսնում է մաշկի սպին եւ ասեմ, որ մեր հղիներին հիմնականում հուզում է հենց արտաքին մաշկային սպին։ Առաջին պահին հարցում են բժշկության գեղեցիկ է լինելու սպին։ Մեզ բժիշկներից համար շատ ավելի կարևոր է իհարկե արգանդի վրա գտնվող սպին, քանի որ հետագա հղիությունների ընթացքի ծննդաբերության համար շատ կարևոր է ինչպես է ձևավորվել արգանդի սպին։ Եվ իհարկե, երբ որ մեկ անգամ ցանկացած հյուսվածք վնասվում է եւ հետո վերականգնվում, նույն հյուսվածքը չի կարող վերականգնվել։ Այդտեղ շարակցական հյուսվածք է առաջանում եւ ամբողջ կյանքում նա մնում է որպես շարակցական հյուսվածք։ Եթե կախված կնոջ օրգանիզմից, եթե վերականգնողական ունակությունները լավ են կնոջ, ապա սպին նորմալ լավանում է, վերականգնում է, եթե որևէ բարդություն հետծննդյան շրջանում չի առաջանում, եւ մենք խոսում ենք լիարժեք նորմալ սպիի մասին, որ իսկ իհարկե չի լինելու նախկին, օրինակ մաշկը իր մաշկային ծածկույթով, այլ լինելու է զուտ բարակ սպի։ Փորձենք հասկանալ արդյոք միֆ է, որ առաջին կեսարյան հատմանը հաջորդող բոլոր ծննդալուծությունները պետք է լինեն նույն եղանակով։ Իզաբելա, ձեր պարագայում այս հարցը։ Ես գիտեմ, որ դա միֆ է, չպետք է լինեն։ Ուղղակի արդեն ինձ թվում է, երբ որ կա մի փոքր, ես գիտեմ, բժշկական ռիսկ, որ սպին, սպիի հետ կապված ներքին սպիի մասին է խոսքը, կարծեմ դա է ռիսկը, բայց իմ կարծիքով դա միֆ է։ Քանի որ ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր առաջին երեխային ունեցել են կեսարյան հատմամբ, իսկ հետո բնական ծննդալուծությամբ։
Բժշկուհի, Այո, ձեր Իսաբելան շատ ճիշտ է, դա չի համապատասխանում իրականությանը։ Այստեղ շատ կարևոր է, որ ճիշտ գնահատվի իրավիճակը։ Սպիով կինը կարող է ծննդաբերել բնական ծննդաբերական ուղիներով արգանդի վրա իսպին բացարձակ ցուցում չի կեսային հատման, եթե նախկինում կատարված կեսային հատումը կատարվել է ստորին սեգմենտում, այսինքն ներքևի հատվածում է կտրվածքը արվել, հա, կախված որն է եղել նախկին կեսային հատման ցուցումը։ Օրինակ, եթե նախկին կեսային հատումը կատարվել է նրա պատճառով, որ առաջի շրջանում արգանդի պարանոցի բացում չի եղել, ապա հավանականություն կա, որ դարձյալ երկրորդ անգամ կարող է չլինել եւ արդեն սպիով արգանդի դեպքում գնալ այդ ռիսկին կարող են որոշում կայացնել, որ պետք չի։ Այսինքն նախածննդյան շրջանում յուրաքանչյուր կնոջ հետ, ով ունի սպի արգանդի վրա, բժիշկը տանում է աշխատանք եւ գնահատում է հնարավոր ռիսկերը բնական ծննդաբերության կամ կեսային հատման։ Ցանկացած պարագայում, եթե գնում ենք կեսային հատման սպիով, մենք ունենք միշտ պատրաստ վիրահատարան, որովհետև ցանկացած պահի կարող է առաջանալ շտապ կեսային հատման ցուցում, այսինքն սպի անլիարժեքություն, սպի պատրվածք, եւ դա պիտի գիտակցի եւ կինը եւ բժիշկը։ Սպիերի մասին խոսեցիք, հիմա էլի սպիերի մասին ենք խոսում։ Լիլիթ, կեսարյան հատումը վերածվում է լրացուցիչ ռիսկի, երբ կինը հետագայում որովայնի հետ կապված վիրահատությունների կարիք է ունենում, ինչ է կարծում, միֆ է թե իրականություն։ Որոշակիորեն ինֆորմացված եմ, կարծում եմ, որ սա իրականություն է, ոչ թե միֆ։ Մայրիկը ճիշտ է այստեղ, ընդհանրապես երբ խոսում ենք, օրինակ ինչու լավ չի անել կեսային հատում, հա, ուղղակի այդպես չասենք, նրա համար, որ բարձր են ավելի ռիսկերը բարդությունների եւ մոտակա եւ հեռակա։ Այ որովայնային վիրահատությունների մասին խոսելիս պիտի նշենք հեռակա ռիսկերը։ Այսինքն վիրահատությունը անցել է շատ լավ, մամաներին բուզում է հետծննդյան վերականգնողական շրջանը, ինչը իսկապես ավելի երկար է տևում, քան բնական ճանապարհով ծննդալուծված կանանց մոտ, սակայն կարևոր հարց է նաև հետագա ամբողջ կյանքի համար ռիսկերը։ Եվ եթե մի անգամ որովայնային վիրահատություն է տարել կինը, անկախ նրանից ինչ վիրահատություն է, իսկ կեսարյան հատումը ինքնին արյունոտ վիրահատություն է, այսպես ասած, որտեղ բավականին քանակի արյան կորուստ կա եւ որովայնի խորոչում առաջանում են կպումներ։ Հետո երբ հյուսվածքները կտրվում են, նրանք վերականգնվում եւ կարվում են եւ կարող են առաջանալ որոշակի կպումներ աղեգալարների հետ, ճարպոնի հետ, միզապարկի հետ եւ այլ միզապարկի դիրքի փոփոխություն ավելի շատ կպում ասելը սխալ կլինի եւ հետագայում երբ որ կինը կարիք ունենա այլ վիրահատական միջամտությունների, իհարկե տվյալ մի փոքր ռիսկը ավելի կարող է բարդացնել, քան չվիրահատված կանանց մոտ։ Մեր զրույցի մի հատվածը մենք հատկացրեցինք հենց միֆերի մասին խոսելուն։ Կեսարյան հատման պարագայում կարծում եմ ամենամեծ միֆը վերաբերում է կրծքով կերակրմանը։ Հասկանալու համար, թե մեր երկրի տարբեր բնակավայրերում ապրող կանայք ինչ գիտեն կրծքով կերակրման եւ կեսարյան հատման փոխհարաբերությունների մասին, մենք իրականացրել ենք հարցախույզ, որն էլ առաջարկում ենք դիտել մեր հեռուստադիտողներին։ Ձեզ էլ շատ շնորհակալ ենք ձեր ժամանակի եւ մասնագիտական փորձառության համար, որ բերեցիք այսօր մեր տաղավար։ Շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես լսել եմ ուղղակի, որ նվազեցնում է, բայց իրականում ինձ համար երևի միֆ է։ Չեմ կարծում։ Չէ։ Չեմ կարող ասեմ, որովհետև կեսարյանով մարդկա օրգանիզմից է կախված։ Եթե ասենք ինքը նորմալ օրգանիզմ ունի, պետք է կերակրի, թեկուզ կեսարյանով վիրահատված լինի։ Միֆ է, որովհետև շատ ծանոթներ ունեմ, որ կեսարյան հատումով են ունեցել, բայց շատ լավ կերակրել են։ Ինձ թվում է միֆ է։ Ինչու՞։ Որովհետև այդ կապ չունի իրար հետ։ Այստեղ ուրիշ մեխանիզմներ են աշխատում։ Չէ, միֆ է, ուղղակի պետքա գրագետ մոտենալ։ Հա, դա միանշանակ պետք է, ինչ որ բնական է, դա է ճիշտը։ Միֆ է։ Ես ինքս երկրորդ բալիկին ունեցել եմ կեսարյան հատումով եւ կերակրում եմ կրծքով։ Ես արել եմ, գիտեմ, որ կնվազեցնի անպայման։ Ոչ, քանի որ ես կեսարյանով եմ ունեցել իմ երեխային եւ 2 տարուց ավել կերակրել։ Ինձ թվում է միֆ է։ Միֆ է, որովհետեւ ես ինքս 2 բալիկ եմ ունեցել կեսարյան հատմամբ։ Ու չի նվազեցրել։ Բացարձակ։ Մայրական կաթը ինձ թվում է դրանից չի կարող կտրվել։ Ուղղակի եթե ինքը ստրեսի ենթարկված չլինի, որտեղ իմ բալիկս նորմալ կերել է, մենք խնդիր չենք ունեցել, ես էլ եմ կեսարյան հատումով ունեցել։ Կարծում եմ միֆ է։ Տարբերություն չկա կեսարյան հատումով, թե բնական ճանապարհով։ Ես ինքս կեսարյան հատումով եմ ունեցել աղջկաս ու ոչ, ինձ թվում է միֆ է։
Կեսարյան հատում եւ կրծքով կերակրում։ Այս երկու երևույթների կապն ու դրանից բխող իրական հանգամանքներն ու առասպելները կքննարկենք հաջորդիվ։ Ծնողական ժողովին միացել է մանկաբույժ կրծքով կերակրման խորհրդատու Սուսաննա Հարությունյանը։ Բարև ձեզ։ Ամենատարածված մտավախությունն այն է, որ կեսարյան հատմամբ երեխային լույս աշխարհ բերած մայրը կրծքով կերակրման հետ կապված դժվարություններ կունենա։ Եթե կան այդպիսի բարդություններ, որոնք են դրանք, որ բնորոշ են հատկապես կեսարյան հատմանը։ Կա միֆ, որ կեսարյան հատումից հետո դժվար է կամ անհնարին է կրծքով կերակրելը, հատկապես առաջի օրերի ընթացքում։ Դա իհարկե կլինի այն դեպքում, երբ մենք խոչընդոտ ենք կրծքով սնուցմանը։ Օրինակ կեսարյան հատումից հետո վաղ մոտեցում ընդհանրապես չիրականացնենք։ Եթե մենք երեխային եւ մորը առանձնացնենք իրարից, օրինակ երեխան լինի մանկական նորածնային բաժանմունքում, որը գտնվում է այլ հարկում, քան կինն է գտնվում, այդպիսի դեպքերում, եթե ուշանա վաղ մոտեցումը եւ երեխային միջև կրծքով սնուցումը սկսել է որևէ այլ բանով կերակրեն, դժվարություններ իհարկե կարող են առաջանալ։ Սակայն ջանքերի եւ ցանկության դեպքում կարելի է ընդհանրապես կեսարյան հատումով ծննդաբերած կնոջ երեխային ոչինչ չտալ եւ նա կարող է բարեհաջող կրծքով կերակրվել հենց սկզբից։ Ցավոք կրծքով սնուցման խորհրդատուներ այսօր ոչ բոլոր ծննդատներում կան, բայց ընդունվել է այդպիսի որոշում մեր առողջապահության նախարարության կողմից եւ արդեն ամռանը 47 ծննդատներից մասնագետներ կվերապատրաստվեն, կլինեն նեոնատոլոգներ եւ կլինեն մանկական բուժքույրեր, որոնք կվերապատրաստվեն եւ այս շատ կարեւոր առաքելությունը կիրականացնեն ծննդատանը։ Դուք ասացիք վաղ մոտեցման մասին, սա մի գործընթաց է, որը կարծես թե մորից անկախ է, հա, այսինքն մայրը, ով տարել է կեսարյան հատում, ինքն էլ ոչ շատ առույգ վիճակում հիվանդասենյակում է, երեխան գուցե իր կողքին չէ։ Արդյոք մայրը կարող է պահանջել բուժանձնակազմից, որ երեխային բերեն եւ որն է այն ամենաիրատեսական ժամանակահատվածը, երբ մայրն ու երեխան կհանդիպեն։ Իրատեսական կարող է լինել արդեն մի քանի րոպե հետո մոր եւ երեխայի հանդիպումը։ Այստեղ միայն կրծքով սնուցման խնդիրը չի, այստեղ երեխայի օրգանիզմի միկրոբներով բնակվելու խնդիրն է եւ ցանկալի է, որ դա լինի մոր միկրոբները եւ ոչ թե բուժանձնակազմի ձեռքերի կամ օդում եղած միկրոբները։ Դրա համար շատ կարեւոր է, որ փոքրիկը մի փոքր մոր մոտ լինի, դա նաև խթանում է մոր մոտ կաթնարտադրությունը եւ շատ լավ է վարգանդի վաղ կծկման համար, այսինքն սա միայն կրծքով սնուցման խնդիրը չի, բայց իհարկե կրծքով սնուցման համար շատ կարևոր նշանակություն ունի։ Արդեն 1-2 ժամ հետո երեխան իրական կերակրման կարիք է զգում եւ ցանկալի է, որ այդ ժամանակ մայրը փորձի կերակրել։ Եթե չի ստացվում, կարելի է կթած մոր կաթով 1-2 անգամ երեխային կերակրել, բայց իհարկե ոչ շշով եւ ծծակով։ Եվ դրանից հետո արդեն օգնել մորը, որպեսզի կարողանա հարմար դիրք ընդունել, որովհետեւ կեսարյան հատումից հետո ոչ միշտ է հնարավոր հեշտությամբ այդ դիրքը ընդունել, որ հարմար լինի իրեն եւ երեխային կերակրելու համար։ Դե կան հատուկ դիրքեր, որը մորը պետք է սովորեցնել, բայց ասեմ, որ բնականon ճանապարհով ծննդաբերությունից հետո էլ երբեմն վաղ մոտեցումը չի կատարվում, եթե նորածինը կամ մայրը ինչ-որ խնդիրներ ունեն, եւ երբեմն նաեւ մայրը չի կարողանում էլի նստել հարմարավետ դիրքում եւ այլն։ Այսինքն այստեղ անպայման պետք է, որ բուժանձնակազմը եւ ցանկալի է, որ դա լինի մասնագիտացված բուժանձնակազմ, մորը օգնեն այդ խնդիրները հաղթահարել։ Քանի որ կեսարյան հատումը բժշկական միջամտություն է, որն էլ ընթանում է անզգայացնող եւ այլ դեղորայքի կիրառմամբ, նաեւ այսպիսի մտավախություն կա, որ դեղորայք ընդունելուց հետո մայրը չի կարող անմիջապես երեխային կերակրել, կամ ցանկալի չէ, որ կերակրի։ Ինչ կասեք այս առնչությամբ։ Չէ, էպիդուրալ անզգայացմամբ է կատարվում հիմա կեսարյան հատումների մեծ մասը, բայց ոչ ընդհանուր անզգայացումը, ոչ էպիդուրալ անզգայացումը դրանք հակացություն չեն։ Եթե ընդհանուր անզգայացումից հետո պետք է մի կես ժամ, մի ժամ միջև մայրը կարողանա ընդունի երեխային, ապա էպիդուրալ անզգայացումից հետո նույնիսկ այս խնդիրը չկա եւ մայրը կարող է արդեն մի քանի րոպե հետո կերակրել երեխային, եթե իհարկե միջամտությունների կարիք չկա։ Անկախ նրանից բնական ճանապարհով ենք ունեցել երեխային թե կեսարյան հատումով, երկուսն էլ սթրես է մոր համար։ Ու նաև մասնագետներն ասում են, որ կրծքով կերակրմանը նպաստում է հենց մոր խաղաղ, ներդաշնակ հոգեվիճակը։ Այստեղ ուզում եմ, որ խոսենք հոգեվիճակի եւ կրծքով կերակրման կապի մասին։
Այո, իհարկե, ստրեսը եւ մոր եւ երեխայի համար ծննդաբերությունը ամենամեծ ստրեսներից են եւ պատկերացեք երեխայի համար էլ է շատ մեծ ստրես, ինքը իրեն առանձնացած է զգում, ինքը իրեն շատ միայնակ է զգում, երբ որ մայրիկը չկա, որտեղ միջև այդ մի օրգանիզմ է եղել մոր հետ։ Եվ կարեւոր է, որ այս պորտալարի կապով մոր հետ կապը փոխարինվի կրծքով սնուցման կապով։ Այդ հոգեբանական պահերի համար եւ մոր եւ երեխայի համար շատ կարեւոր է վաղ մոտեցումը եւ վաղ կրծքով կերակրումը, որովհետեւ կնոջ ստրեսին ամենալավը այդ պահին օգնում է երեխային գրկելը, երեխայի հետ միասին լինելը եւ նրան կերակրելը։ Արտադրվում է մեծ քանակությամբ օքսիտոցին կոչվող հորմոնը, որը որ կրճատում է արգանդը եւ կատնամղում է առաջացնում։ Եվ սա սիրո ընտանիքի հաճույքի հորմոնն է։ Կան այդպիսի հետազոտություններ, որոնք ցույց են տալի, որ երբ որ վաղ մոտեցումը արվում է եւ հոգեբանական լուրջ խնդիրներ, այդ թվում հետծննդաբերական դեպրեսիաներն ավելի հազվադեպ լինում եւ կրծքով սնուցման հետ կապված դժվարություններ ավելի հազվադեպ են լինում։ Անչափ շնորհակալ եմ, որ այսօր ընդունեցիք մեր հրավերը։ Ես գիտեմ, որ բազմաթիվ մայրիկներ եւ նորածիններ սպասում են ձեզ եւ այդ է պատճառը, որ հենց հիմա պետք է հրաժեշտ տանք ձեզ, ճանապարհենք ձեզ սպասող մայրերի ու երեխաների մոտ։ Ես էլ կմիանամ այսօր մեզ հյուր եկած մայրիկներին, շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ ամենայն բարիքներս։ Եվ այսպես մայրիկներ, ինչ կարող ենք անել մենք, մեզնից յուրաքանչյուրը, որպեսզի առանց ցուցման կեսարյան հատումների թիվը նվազի եւ հակառակ սրան խրախուսվեն բնական ճանապարհով ծննդաբերությունները։ Որպես բարդ ծննդաբերություն ունեցող մայրիկ, մենք շատ հաճախ ցանկանում ենք կիսվել մեր ապրումների մասին, խոսել եւ այլն, բայց դա միշտ չէ, որ դրական է անդրադառնում։ Բոլոր մայրիկներին ցանկանում եմ խնդրել, այդ դեպքում նաեւ ինձ, երբ մենք մեր շրջապատում տեսնում ենք հղի մայրիկ կամ ապագա մայրիկ, մեր վատ փորձը չկիսենք, այո, նրա հետ, չտրամադրենք նրան։ Բացասական, որովհետև շատ ժամանակ դա հանգեցնում է նրան, որ մայրիկը այդ վախերի պատճառով կարող է որոշում կայացնել, որ կեսարյան հատումով պետք է ունենա բալիկին։ Կարծում եմ նաև շատ կարևոր է, որ հղիության թեստի վրա դրական պատասխան տեսնելուց ի վեր մայրիկը ժամանակին գրանցվի, կանգնի հաշվառման, այո, այսպես ենք ասում, եւ պարբերաբար հետազոտվի բժշկի մոտ, որպեսզի ծննդաբերության ժամկետի մոտենալուն պես ինքը տեղեկացված լինի իր առողջության հետ կապված ինչ-որ ռիսկերի հետ, որոնք կարող են խոչընդոտել բնական ծննդաբերությանը եւ արդեն կեսարյան հատմամբ երեխային ունենալու որոշմանը գնան գիտակցաբար եւ հիմնավորված։ Խրախուսում եմ մայրիկներին, որպեսզի իրենք հղիության հենց սկզբից ակտիվ ֆիզիկական վարժություններ անեն, նստակյաց կյանք չվարեն, հետևեն սնունդին, որպեսզի շատ քաշ չհավաքեն, նաև ինչու՞ չէ կարող են զբաղվել հղիների յոգայով, վերջում որ չհանգեցնի կեսարյան հատման։ Խրախուսել մայրիկներին շատ կարդալ, լինել տեղեկացված, վստահել բժիշկներին եւ եթե չկա կեսարյան հատման ցուցում, ապա ունենալ բնական ճանապարհով։ Իսկ բոլոր այն ապագա մայրիկներին, ովքեր դիտում են մեր այսօրվա թողարկումը, ես խորհուրդ կտամ դիտելուց հետո մեր YouTube-յան հղումը ուղարկել ընկերուհիներին, քույրիկներին, որպեսզի հնարավորինս շատ մարդ լսի այս քննարկումը եւ իր համար հետեւություններ անի։ Շնորհակալ եմ շատ, կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։